Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները պետք է շարունակվեն, պարզելու համար, թե արդյոք հնարավոր է հասնել համաձայնության։ Այս հայտարարությունը նա արել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո։ Թրամփը նշել է, որ որևէ վերջնական որոշում չի կայացվել, սակայն ինքը պնդել է բանակցային գործընթացի շարունակությունը։ Reuters-ի փոխանցմամբ երկու առաջնորդների փակ հանդիպումը տևել է ավելի քան 2.5 ժամ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը այն բնութագրել է որպես շատ լավ, բայց ընդգծել է, որ էական որոշումներ չեն ընդունվել։ Սա Թրամփի եւ Նեթանյահուի արդեն 7-րդ հանդիպումն է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր։ Քննարկումների հիմնական թեման Իրանի հետ բանակցություններն են եղել։ Վաշինգտոնում Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն ընդունել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին։ Բանակցություններից հետո Նեթանյահուն պաշտոնապես միացել է Դոնալդ Թրամփի նախաձեռնած խաղաղության խորհրդին, մինչև մեկնելը նա հայտարարել էր, որ Վաշինգտոնում քննարկվելու է Գազայի տարածաշրջանային իրավիճակի եւ հատկապես Իրանի բանակցությունների հարցը, ընդգծելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներ-Իսրայել հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակում։ Միաժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Լեհաստանի դեսպանատունը հրավեր է ստացել մասնակցելու փետրվարի 19-ին նախատեսված խորհրդի առաջին նիստին, սակայն վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Վարշավան առայժմ չի միանա նախաձեռնությանը։ Նրա խոսքով խորհրդի սկզբունքների եւ ձևաչափի վերաբերյալ կան համակարգային կասկածներ, թեև դա չի նշանակում հարաբերությունների վատթարացում Վաշինգտոնի հետ։ Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին նույնպես հայտարարել է, որ Իտալիան չի մասնակցի խաղաղության խորհրդի աշխատանքներին։ Բլումբերգի փոխանցմամբ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ պատերազմի դադարեցման շուրջ բանակցությունների նոր փուլը կարող է կայանալ հաջորդ շաբաթ, փետրվարի 17-ին կամ 18-ին Միացյալ Նահանգներում, սակայն դեռ պարզ չէ, արդյոք Մոսկվան կհամաձայնի բանակցություններն անցկացնել Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածքում։ Ավելի վաղ Ուկրաինայի, Ռուսաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակությունները երկու անգամ հանդիպել էին Աբու Դաբիում փակ ձևաչափով։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Ուիտքոֆը բանակցություններից հետո հայտարարել էր, որ կողմերը համաձայնության են եկել 314 ռազմագերիների փոխանակման շուրջ, ինչը 5 ամսվա ընթացքում առաջին նման քայլն էր։ Նրա խոսքով քննարկումները կառուցողական էին եւ միտված էին երկարատև խաղաղության պայմանների ձևավորմանը։ Եվրամիությունը մշակում է հստակ պայմաններ, որոնք Ռուսաստանը պետք է կատարի Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության հասնելու համար։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալասը։ Նրա խոսքով Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ ընթացող բանակցություններն առայժմ էական առաջընթաց չեն գրանցում։ Կալասը շեշտել է, որ կայուն եւ տևական խաղաղության հասնելու համար զիջումներ պետք է արվեն Մոսկվայի, ոչ թե Կիևի կողմից։ Միևնույն ժամանակ Եվրախորհրդարանը հաստատել է Ուկրաինային 90 միլիարդ եվրո վարկի տրամադրումը։ Փաթեթից 60 միլիարդ եվրոն նախատեսված է ռազմական կարիքների համար, իսկ 30 միլիարդը պետական բյուջեի կայունությանն ապահովելու նպատակով։ Ֆինանսավորումը նախատեսված է 2026-2027 թվականների համար։ Կանադայի բրիտանական Կոլումբիա նահանգի Թամբլեր Ռիչ համայնքի դպրոցում տեղի ունեցած զանգվածային հրաձգության կասկածյալը 18-ամյա Ջեսի Վան Ռուսելարն է։ Ոստիկանության տվյալներով նա նախ տանը սպանել է 39-ամյա մորը եւ 11-ամյա խորտ եղբորը, ապա գնացել նախկին դպրոց եւ այնտեղ կրակ բացել։ Դպրոցում զոհվել է 1 ուսուցչուհի եւ 5 աշակերտ, 3-ը 12-ամյա աղջիկ եւ 2 տղա, 12 եւ 13 տարեկան։ Ընդհանուր զոհերի թիվը հասել է 9-ի, ներառյալ կասկածյալը, որն ինքնասպան է եղել դեպքի վայրում։ Եվս 2 տուժած 12 եւ 19 տարեկան գտնվում են ծանր վիճակում։